երեխեք ջան, այստեղ մեզ մոտ նոր օր է, ընտրությունների օրը։ Դավ ջան, հասկացա, մի րոպեին ժամանակ տուր։ Նոր եք կերել, մածուն եմ լցել, երկուսով կերել են, մինչև ես նախաճաշ պատրաստեմ։ Դավս հիվանդացել է իրական, չեմ հիշում ասել եմ վլոգում, թե չէ ջերմում, փսխում, այդ փոլուծություն, այս վիճակներն է։ Այստեղ որոշեցի մի հատ հավկիթ խաշեմ, արագաղցան պատրաստեմ, այսօր ընտրությունների օրն է։ Ընտրությունների էր պետքա գնալ, բայց դա ավելի օրվա երկրորդ կեսին, իսկ մինչ այդ ես զբաղված եմ իմ գործերով առօրյա, մի հատ այս նախաճաշի հարցերը լուծեմ, նոր շարունակեմ պարապել, երեխեք, էդի որ այնքան քիչ ժամանակ ունեմ, որ ուզեմ, չուզեմ, պետքա մի ձև արանք գտնեմ եւ անեմ։ Սարքել ենք արդեն աղցանը, դավուկան խառնել է։ Մնում է նախաճաշը։ Էր երեխեքը պարկեր են քնելու եւ Աննան պատրաստում է ճաշ։ Ուրեմն այսօր ուզում եմ սարքել աջափ սանդալ, բայց առանց մսի, որովհետեւ խորիկը մինչեւ գնաց խանութ, մսի խանութը փակել։ Տապակելու եմ կանաչ լոբի եւ երեխեքի համար կսարքեմ մակարոն, սուրուգունի պանիշ, այսպես վրան կդնենք, կհալչի, ինչ որ համով մի բան կստացվի։ Դա ուտում է այս տիպի բաներ, բայց Արտաշեսը չի ուտում։ Դրա համար Արտաշեսի համար ավելի ճիշտ է ինչ որ տած մակարոնային մի բան սարքել։ Ես դուրս եմ եկել զբոսանքի, քանի որ ահավոր հոգնել է, առավոտից պարապում է, նյարդային սռիվ էր մոտս, էլ ուշ չունեի, որոշեցի դուրս գամ, մի քիչ քայլեմ, ամեն հույս ունեմ, որ լիցքաթափվեմ, այգում էլի կկարողանամ պարապել։ Պահի տակ որ լինում է, զգում ես, որ էլ ուժերը չի հերիքում, որ չես կարողանում, երեխեքը այնտեղ աղմուկում են, երեխային, դու գործեր ունես, տնային, անելիքներ, ճաշ ես են, ու զգում ես, որ դրա մեջ ոնց որ ծվեն ես լինում, պահի տակ ոնց թուլանում ես, հետո հասկանում ես, որ իրավունք չունես ու հետ ես հավաքում քեզ։ Եվ իհարկե գնամ մի հատ սուրճի հետևից, նոր անցնենք առաջ, ոնց որ ասում են, նոր մնացած։ Սուրճս վերցրեցի եւ արդեն անցնում եմ փողոցը, որ գնամ քայլելու։ Այսօրվա սուրճը ստացվեց անվճար, որովհետեւ այստեղը որ սարքում են, այդտեղ սպիցիալի քարտ կա, ամեն առնելուց վրան գնիկ են դնում ու երբ որ գնիկների քանակը լրանում է, մի սուրճ անվճար է ստանում։ Հետևաբար այսպիսի ամմովություն այսօր կստանամ եւ կվայելեմ անվճար։ Երթևեկու այգում նստած եմ, եղանակը փչացավ, մտանք կամեն, պահ որ Անդրև կգա, բայց դա ինչ չի ստիպում վեր կենալ ու գնալ տուն։ Վիդեո նկարեցի ձեռքի հետ Instagram-ի համար, հիմա այլ մի քիչ նստեմ կարդամ, նոր կգնամ, Անդրև կգա, Ջոնդոմ կգա։ Ես արդեն տանն եմ երեխեք ջան, մի հատ արագ փոխվեմ, տունը ավիրել են իհարկե, դե այդպես է, որ ես տնից դուրս եմ գալիս, հետ եմ գալիս, լիքը վարի տված բաներ եմ հայտնաբերում, խառնշտած, իմ մաքրությունից բան չի մնացել, բայց ես արդեն դրանց սովոր եմ, ասոբը չեմ նեղվում, ես արագ կհավաքեմ։ Իմ տղաները եւ պապան իրանց, վայ կոճակը կոճկ է, մոռացել եմ վերևն է, գնում եք ուր։ We are going to the we're here. Ոյ աստված քո ռուսերեն ակցենտով անգլերեն են սպանում։ Պատկերացնում եք Արտաշեսի մազերն են կտրում։ Օ, եկավ այդ պահը, շատ սիրուն ստրիժկա է սպասում կարծում եմ։ 27 տրիլիարդ տարի վախեմ է դրանից։ Ահա եւ դա մի հատ կթեքվես կողքարևս։ Դավի մազերը, ահա, մի հատ ուղվի։ Ունքնել են այսպես սենց արել, Արտաշեսը այդքան չի հավանել իր կտրվածքը, դե բարձ այսքան ամիս երկացրել է, անսովոր է, մի քիչ էլ ափսոսանքի ֆակտոր կա, ահա որ տարիքը փոքրացել է Արտաշեսի, երկար մազերով ավելի մեծ էր երևում, հիմա սենց փոքրացել է, մի տեսակ ինձ էլ է շատ անսովոր, բայց կսովորենք հեսա մի երկու օրից։ Երեխեք գտել արծի իմ մազերը, հավես չունի, մի քիչ կադրում են վարը, բայց քիչ կսովորես, կնտելանես տղես, зато ты красив, դա? Ոչ մեկ չի մեռել, միայն մազերը։ Դուրս եմ եկել, գնում եմ համալսարան, բանավոր առաջին քննության օրն է, սիրտս մի քիչ գցում եմ, բայց մի քիչ շուտ եմ դուրս եկել, որովհետև այսօր, քանի որ մեր ռուսերենի վերջին հանդիպումն է, եւ էլ դասախոսին չենք հանդիպվելու,
դասի շրջանակներում չունենք էլ սեպտեմբերից որոշել ենք ես այդ ռուսերենի խմբի ավագն եմ ու եւս մի աղջիկ կա իրար հետ տենց կազմակերպենք փոքրիկ տենց քաղցրավենիքի այսպես ասած սեղանի շուրջ նստենք եւ նաեւ ծաղիկներ ենք ուզում վերցնել հիմա այս ծաղիկների հետևից կգնամ այդ մյուս աղջիկը դորտիկ մորտիկը դրա համար մի ժամ շուտ եմ դուրս եկել որովհետեւ չգիտես կգտնես ծաղիկ որ խանութից կգտնես խանութ բաց կլինի չի լինի ես դապասով մարդ եմ էլի այդ հարցերում դրա համար հիմա գնամ զբաղվել սա խանութները փակ են հուսամ որ գոնե ծաղկի խանութ իրականում շուտ եմ դուրս եկել ես չգիտեմ ծաղկի խանութ գտնելու եմ բաց թե չէ Նա նայեք ինչ շքեղ խունջ եմ ընտրել խունջը հավաքվել է 0-ից իմ նախընտրությամբ հաշվի առնելով մեր մազերից ուշադրություն դարձեք տաքսի մեջ գզգզվել եմ հաշվի առնելով մեր դասախոսին իրա չգիտեմ կերպարն եմ պատկերացրել եւ ըստ դրա հավաքել եմ տվել խունջը գարտենզիաներով ես գնում եմ տուն թույլ տվեք ասեմ որ քննությունը ստացա 100 շատ ուրախ եմ վերջում նստեցինք տորտիկ կերանք նկարվեցինք մեր դասախոսի հետ սիրելի ուրեմն գալուց ընկերուս հետ եմ գալիս մեր կուրս ընկերուին է ռուսերենի խմբից ենք ուրեմն նստած ենք սիլաչի մոտ նստանք այդից արդեն պինքը ուրիշ խոմ գնալ ես ուրիշ մեկ էլ մեզ է մոտենում ինչ որ սենց թերի կիսատ պրատ կեղտոտ հագնված մի երիտասարդ աղջիկ մի անգամից երևա որ տեղացի չի ես ու այդ արևը նստած ենք եկավ արևին հրեց մեզ շպրտեց այդ նստարանից սկսեց մտնել արևի պայուսակի մեջ սիգարետ սենց բան մի հատ ասեցի աղբալիատ նոս հարցակվել եմ գալիս եք մեր վրա ես շոկի մեջ էի դե ես ենթադրեցի որ հոգեկան խնդիրներ ունի բայց ինքը հետո կոֆե ապարատից էր շատ պրոֆեսիոնալ օգտվում որտեղ պետք էր իրան շատ adekvat մոտեցումներ էր ցուցաբերում ես այս բան չէի տեսել շատ տխրում եմ որ նման մարդիկ են եկել լցվել մեր երկիր տուրիզմը լավ բան է շատ կողմ են բայց այս մասան այնքան օբիդնի են դու որ երկրի քաղաքացի ես շպրտում գալիս է նստում ասենց լկտիաբար էլի հախա նստեցի կարդամ աչքերիցս արցունքը չռում էր կարդացի մի որոշ պահ ու որոշեցի դուրս գամ ժողովուրդ չգիտեմ այս ոսանքը չնի ես երևի կխելագարվեմ այս ահռելի նագրուսկայից Не знаю, ասեցի չես ես որ 100 եմ ստացել այսօրվա քննությունը մի խոսքով չգիտեմ վերջս լավ լինի որոշել եմ այսօր իրիկունը նստեմ մատիտով կարևոր տողերը ամեն թեմայի ընդգծեմ ու փորձեմ տենց սովորեմ որովհետև ամեն թեման 10-15 էջա դժվար է շատ հասա հրապարակ երեխեք նենց կգցվեի ես ջրի մեջ կմոռանայի ամեն ինչ աշխարհում ու մի լավ կլողանայի Չեմ կարում ուղեղս անջատեմ այն մտքից, որ ես ոնց թե դրսում եմ, պիտի հիմա դաս անեի, չեմ կարում։ Արդյունքում զբոսանքս փչանում է, վայ, ծիածան։ Ես տեսեք, բայց երկնքում չի այլ հետաքրքիր է, կադրում տեսա իրականում չէի նկատել։ Դրսում անձրև է, ես էլ էստեղ մի քիչ ույուտ եմ ստեղծել, ունենք նաև պաղպաղակ, հեսա սուրճ դնեմ, նստենք, հենց նոր լոգանք ընդունեցի, մազերս ֆենեցի, այսօր իմ ամենաբարդ քննության նախօրյակն է, դրա համար ամբողջ օրը զբաղված եմ եղել, նյութը սերտելով, շատ անհանգիստ եմ քննության համար, շատ, բայց փորձում եմ adekvatությունս պահել չգիտեմ ես անձրևները դեռ ինչքան կշարունակվեն, բայց հələ որ չեն ուզում գիտակցել, որ ամառ է եկել։ Իդեպ էս բաները զեբրան Արտաշեսը շատ հավանել է, ասեց համովա շատ, ես դեռ չեմ փորձել, բայց երեխեք ջան, եկավ օրը։ Սիրտս հազարի տակ գցում է, թփրտում է ես կասեի։ Այն որ սաղ թռել է ուղեղից, ինչ կարդացել եմ, ինչ գիտեմ, ամենը թռել է ուղեղիցս։ Ահա որ անհանգիստ եմ, ահա որ լարված եմ, ահա որ վախենում եմ, բայց հետդարձի ճանապարհ չկա։ Գնում ենք իմ ամենաբարդ քննությանը։ Զբոգ եմ, Աստված ինձ հետ։ Սիրելիներ, մենք եկանք, որպեսզի սնվենք։ Նենց եմ սիրում ես կուրսեցին, ես հենց միացնում եմ, բոլորը լռում են, հարգում են իմ բլոգերական կարիերան։ 96 ստացա, շատ ուրախ եմ, երեխեքից զգում եմ։ Բոլորս ենք լավ ստացել, այստեղ թարմ կամած սվեժվիժտի լիմոն եւ նարինջը եւ ինչպես տեսնում եք, մի խոսքով, մեզ բարի ախորժեք։
վերջացրեցինք, սուրճ եմ վերցրել, գնում եմ տուն, չեմ հավատում, որ ես այսօր վերջացրեցի այդ քննությունը անցյալումը, որ սկզբում ասում եմ, վայ, գոնե 90 ստանամ, հետո 96 եմ ստանում, բայց գոնե 98 էլ։ Ինչա որ պատասխանել եմ ու պրիտոմ, որ չէր ընկել իմ ամենալավ սովորը, այնտեղ մի 3 թեմա կար, որին ես մի փոքր վատ էի ավելի տիրապետում, բարդ էին։ Ու իմ 3 թեմաներից 2-ը հենց այդ ինչ սովորած թեմաներ, դե ամեն մեկից 3 թեմա է անկնում քննությանը։ Բայց դրանով հանդերձ ես շատ գոհ եմ ոնց պատասխանեցի, այսպես ասած, հստակ խոսքս առանց կմկմոցի, առանց բան, так что օքեյ է։ Okay.